Հայաստանի կառավարության այսօրվա նիստում Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կես տարով դադարեցնել տեսչական ստուգումները, նշելով, թե գործարարներն ունեն որոշակի դժգոհություններ կապված անհարկի ստուգումների հետ։ Գործարարների դժգոհությունները կանխատեսելի հետևանքներ են ունենում, օտարերկրյա ներդրողները փախչում են Հայաստանից, բարձրաձայնում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը, հրավիրելով Հայաստանի իշխանությունների ուշադրությունը։ Կառավարությունն ավելացրել է զինծառայողների ապահովագրական հատկացումները։ Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը մեղադրվում է ապօրինի կերպով Ադրբեջանի սահմանը հատելու և պետության դեմ կոչեր հնչեցնելու հոդվածներով։ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահի հետ պայմանավորվել են կասեցնել օտարերկրյա զինյալների մուտքը և ապահովել Թուրքիայի և Սիրիայի սահմանի անվտանգությունը։ 6 ամսով կդադարեցվեն տեսչական ստուգումները։ Նման հանձնարարական այսօր կառավարության նիստում տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վերջինիս խոսքով գործարարներից ստացել են դժգոհություններ, որ անհարկի ստուգումները կրում են հաճախակի բնույթ։ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին քննարկումներ կազմակերպել և պայմանավորվածություններ ձեռք բերել այն գերատեսչությունների հետ, ովքեր ունեն տեսչություններ, կես տարով դադարեցնելու տեսչական ստուգումները։ Եվ հաջորդ նիստին կառավարության ներկայացնել առաջարկություն, եւ ես կարծում եմ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին եւ այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անել, բացառել անհարկի միջամտությունները եւ նվազագույնին հասնենք բոլոր կարգի ստուգումները։ Պարզվում է տեսչական ստուգումների նվազեցումն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, համենայն դեպս այդպես պնդեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նկատենք, որ նման հրահանգ ավելի վաղ ևս իջեցվել էր, սակայն գործարարների դժգոհությունները չնվազեցին։ Ավելին, բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկատերեր հայտարարեցին, որ տեսչական ստուգումներ խոշոր գործարարներին պատկանող օբյեկտներում չեն իրականացվում։ Ճշմարիտյանը սակայն հերքում է։ Տեսչական մարմինների կրճատումը ինքը ենթադրում է նաև որոշակի տվյալ մարմինների գործունեության փոփոխություն, իրենց կառուցվածքային փոփոխություններ, երևի ծանոթ եք եւ օրենքին եւ ընդունված կառավարության որոշումներին, որտեղ հստակ տրվում է նրանց կանոնադրությունը, կառուցվածքը, կառավարման համակարգը փոխելու, այսինքն դրա համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ այդ ժամանակահատվածում որոշակի ստուգումների իհարկե կրճատում պետք է լինի։ Չեմ կարծում, որ անհարկի ստուգումները շատ են, մենք կուսումնասիրենք եւս կներկայացնենք բոլոր այն ցուցանիշները, որոնք ուրեմն կապված են ստուգումների հետ, եւ ինչպես նշեցիք, կայացվի որոշում, այսինքն հանձնարարվեց, որպեսզի քննարկվի, մենք մանրամասն կվերլուծենք եւ կներկայացնենք իրավիճակը, վարչապետին կներկայացվի իրավիճակը վերլուծված տեսքով, կկայացվի համապատասխան որոշումներ։ Կառավարությունն այսօր նիստում որոշում կայացրեց հատուկ քննչական ծառայության պետ Վարամ Շահինյանին դասել պետական գաղտնիքի տիրապետող պաշտոնյաների ցանկում։ Արտարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշեց, թե ՀԿՑ-ի գործառութային առաքելությունն ուղղակիորեն ենթադրում է նաև վերջինիս գործունեության ընթացքում գաղտնիության որոշակի մակարդակի ապահովում։ Ներկայացված նախագծով առաջարկում է լրացում կատարել, նշելով հատուկ քննչական ծառայության պետ, նկատի ունենալով հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնական առանձնահատկությունները։ Խնդրում եմ հաստատել։ Հարցեր, դեմ կարծիքներ, թե չկա հաստատում ենք։ Նշենք, որ Վարամ Շահինյանը հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվել 2013 թվականին։ Այս տարիների ընթացքում երբեք էլ աչքի չի ընկել հրապարակային գործունեությամբ։ Լրագրողների հետ եւս Շահինյանը չի շփվում։ Հավելենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց падգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագծին, որով падգամավորն առաջարկում էր փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում։ Գործադիրը հաստատեց մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանության ծրագիրը։ Պաշտոնապես երկու ընկերությունների կողմից հաստատվել է արդեն փաստը, որ Orange Armenia ընկերությունն իր բիզնեսը վաճառում է Ucom օպերատորին։ Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրենսիս Ժելիպտերը չի մանրամասնել, թե ինչու է որոշել հեռանալ Հայաստանից, միայն ասել է, որ իրեն այնքան էլ չի հետաքրքրում, թե ով է գնում ընկերությունը, այլ ավելի շատ անհանգստացած է բաժանորդների բարեկեցությամբ։
Այդուհանդերձ Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրենն ասել է, որ պատճառը ֆինանսական է, բացատրելով, որ այլ երկրներում, որտեղ գործում է ընկերությունը, բավարար քանակով բաժանորդներ ու եկամուտներ ունեն եւ կարող են զարգանալ առաջանցիկ տեմպերով, այդպես էլ չմանրամասնելով, թե ինչու նրանց չի հաջողվել նույնն անել Հայաստանում, ուր տիրապետում են միայն շուկայի 17-ից 18%-ին։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծիք հայտնեց, թե որպես քաղաքացի չի կարծում, թե կարճ ժամանակամիջոցում սակագնի կամ որակի փոփոխություն կլինի վաճառքից հետո։ Չեմ կարծում, որ մոտ ապագայում մենք կտեսնենք փոփոխություններ, որովհետև շուկայում ինքն ունի փոքր մասնաբաժին, այսինքն չի կարող թելադրող դիրք ունենալ։ Բայց եթե փորձենք եթեներով խոսել, ապագայում ավելի քան վստահ եմ, որ սակագնի բարձրացում է տեղի ունենալու, որովհետև ավելի հեշտ կլինի համաձայնություններ իրականացնել Beeline-ի եւ Vivatel MTS-ի ղեկավարության հետ Ucom-ով, քան թե Orange-ով, որը համաշխարհային բրենդ է։ Այսինքն կարճաժամկետ որևէ բացասական էֆեկտ չի լինի, բայց երկարաժամկետ հնարավոր է, որոշ սահմաններից ավելի մեծ սակագնային հայտի ախորժակներ։ Ըստ Արտակ Մանուկյանի, որքան էլ գոհացնող լինի բնակչությանը, Ucom-ի ծառայությունները այնուամենայնիվ չի կարող չմտահոգել այն, որ համաշխարհային բրենդ ներկայացնող ընկերությունը հեռանում է Հայաստանից։ Ըստ տնտեսագետի սա վկայությունն է մեկ բանի, որ Հայաստանը ներդրումների առումով չի համարվում հեռանկարային երկիր։ Օտարերկրյա ներդրողը փաստորեն չցանկացավ Հայաստանում երկար մնալ եւ երկարաժամկետ հեռանկարներ կապել, այսինքն ներդրում արեց, որոշակի բիզնես դրեց եւ այդ բիզնեսից չնչին շահույթ ստանալով դուրս մղվեց շուկայից։ Տնտեսագետն այնուամենայնիվ գտնում է, որ սա մասնավոր խնդիր չէ եւ պետք է մտահոգի Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Պետք է էկոնոմիկայի նախարարությունը դիտարկի այնպեսանի, որ բիզնես միջավայրի գրավչությունը մեծացնի, որովհետև շատ է խոսվում Պարսկաստանի հետ հնարավոր մերձեցման դեպքում մեր ավելի մեծ հեռանկարների մասին։ IP ոլորտը հեռահաղորդակցությունն այն ոլորտն է, որտեղ որ կարելի է լրացուցիչ սեգմենտներ փնտրել եւ այլն, բայց տեսնում ենք, որ այդ մասով էլ Հայաստանում գլոբալ խաղացողները բրենդը չեն, համբավ չունեն, գլոբալ բրենդերը Հայաստանը լքում են։ Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ կատարված փոփոխություններով կառավարությունը շահառուների համար գումարների ստացման ընթացակարգը դարձրել է ավելի հստակ։ Փոխանցումների գործընթացը համադրելի դարձրել գործող բյուջետային ֆինանսավորման համակարգին։ Միաժամանակ նախատեսվում է որոշակի չափով բարձրացնել տրվող գումարների չափերը։ Տարեկան լրացուցիչ գումարը, պարոն վարչապետ, կազմում է 29.390.000 դրամ, փաստացի բարձրացումը կկազմի մարտական գործողությունների ժամանակ կամ մարտական հերթապահության եւ հատուկ առաջադրանք կատարելիս զոհվելու մահանալու դեպքում 1.100.000 դրամ, այսինքն 900.000 դրամից կդառնա 2 միլիոն դրամ, ծառայական պարտականությունները կատարելիս զոհվելու մահանալու դեպքում 545.000 դրամ, 455.000 դրամից կդառնա 1 միլիոն դրամ եւ առաջին խմբի զինհաշմանդամի համար 45.000 դրամ, 455.000-ից կդառնա 500.000 դրամ, երկրորդ խմբի զինհաշմանդամի համար 36.000 դրամ, 364.000-ից կդառնա 400.000 դրամ եւ երրորդ խմբի զինհաշմանդամի համար 27.000 դրամ, 273.000 դրամից կդառնա 300.000 դրամ։ Խնդրում եմ ընդունել։ Սահմանային շփման գծում հանգիստ իրավիճակը երաշխիքներ կստեղծի ապագայում վստահության հաստատման եւ կողմերի միջև հարգալից հարաբերությունների համար։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Հիշեցնենք, որ համանախագահների խումբը մինչ Ադրբեջան մեկնելը եղել է Հայաստանում եւ Վիեննայում։ Ուորլիքի խոսքերով եւ Հայաստանում եւ Վիեննայում քննարկել են մինչեւ տարեվերջ երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը։ Ամերիկացի համանախագահը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նաև ասել է. Մենք զրուցել ենք երկու երկրների նախագահների հետ, բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը եւ շփման գծի երկայնքով բռնությունների դեպքերի բացակայության կարեւորությունը։ Մենք ցանկանում ենք, որ այդ հանգիստ իրավիճակը պահպանվի։ Հուլիսի 22-ին եւ լույս 23-ի գիշերը հակառակորդը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից եւ նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 գրակոց։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը եւ անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների։ Հայաստանի ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում նշված է, որ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն։ Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ։ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության մեկ ծառայողի պաշտոն իջեցվել էր 1 աստիճանով, մեկ ծառայողի հայտարարվել էր նկատողություն, 7 ծառայողի խիստ նկատողություն։ Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների եւ քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաեւ, որ ոստիկանության 3 ծառայողներ եւս թույլ են տվել կարգապահական խախտումներ։ Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, ընթացքը կասեցվել է։ Ծառայողական քննության անդրադարձ կարվի հատուկ քննչական ծառայությունում եւ քննչական կոմիտեում քրեական գործերի նախաքննությունների վերջնական արդյունքներով, ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։ Այսօր Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի Շիրակ-Այիք պատասխան հանդիպումը։ Խաղին մեծ ակտիվություն էին ցուցաբերում Շիրակի եւ շվեդական թիմի երկրպագուները։ Հանդիպման 14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Այիքի ֆուտբոլիստ Հենոք Գոյթմոնը, օգտվելով մեր պաշտպանի անփույթ խաղից։ Այնուհետ դարձյալ առաջին խաղակեսի 25-րդ րոպեին Ստեֆան Իշիզակին խփեց երկրորդ գոլը։ Այս մրցավեճը, ինչպես թիմերի առաջին հանդիպումը, ավարտվեց նույն հաշվով 2-0։ Հանդիպման ավարտին ասուլիսով հանդես եկան Այիքի եւ Շիրակի գլխավոր մարզիչները։ Հյուրերի գլխավոր մարզիչ Անդրեա Ալմի խոսքով առաջին խաղակեսում Շիրակն ուներ 3-4 գոլային պահ, սակայն Այիքի ֆուտբոլիստներին հաջողվեց պաշտպանվել եւ 2 անգամ գրավել դաշտի տերերի դարպասը։ Անդրադառնալով Շիրակի երկրպագուների հեռակա դիմադրությանը նշեց. Սա ֆուտբոլ է, ամեն ինչ հնարավոր է, նման երկրպագությունը շատ լավ է ֆուտբոլի համար։ Շիրակի երկրպագուները մեզ վիրավորեցին, սակայն դրանք ես անձնական վիրավորանք չեմ համարում։ Նրանք պարզապես երկրպագում էին իրենց թիմին։ Ասեմ նաև, որ Շիրակի 9 եւ 36 համարները մեծ վտանգ էին ներկայացնում։ Նրանք շատ ուժեղ ֆուտբոլիստներ են։ Այնուհետ Շիրակի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կիսվեց խաղի մասին իր տպավորություններով։ Նշեց, թե հանդիպման սկզբում Շիրակի ֆուտբոլիստները լավ խաղ ցուցադրեցին, եղան նաև գոլային պահեր։ Անդրադառնալով այն հարցին, թե որոնք էին պարտության հիմնական պատճառները, նշեց. Առաջի խաղում դե բնական է, 2 գոլ բաց էինք թողել, գումարած 3 խաղացող էլ կորցրել էինք։ Ու երկրորդ խաղում իշքան էլ հնարավորություն ունենայինք, շանսեր կար, միջև վերջի վայրկյանը հավատում էինք, որ կարելի է։ Ուրեմն շատ կարևոր տեղ խաղացավ այդ տարական սխալը, որը ոչ մի դեպքում նամանավանդ խաղասկզբում, երբ որ ֆուտբոլիստները թարմ են, թույլ տալու իրավունք չունենք։ Բայց միևնույն ժամանակ էլ խաղի լարվածությունն այնքան մեծ էր, որ երևի էլ տեղ խաղացավ մեր ֆուտբոլիստը իշքան էլ փորձառու լիներ, հենց ամենափորձառուներից մեկը դաշտում սխալվեց։ Ապա ասաց, որ մինչ առաջնության մեկնարկը Շիրակի կազմի համալրման աշխատանքներ են իրականացվելու։ Թիմին մինչև հուլիսի 27-ը հանգիստ է տրվել։ Հնարավոր է նաև հեռացումներ լինեն։ Ադրբեջանի իշխանությունները ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ են հարուցել։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով Ադրբեջանի սահմանը հատելու եւ պետության դեմ կոչեր հնչեցնելու հոդվածներով։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ստերլիգովը Շուշի քաղաքում իր մամուլի ասուլիսի ժամանակ եւ սոցցանցի իր էջում հանդես է եկել երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականության մասնատման բացահայտ կոչերով։ Ստերլիգովն օրերս մեկնաբանել էր տեղեկատվությունը զրպարտության մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործի մասին, նշելով. «Թքած ունեմ Իսրայելի եւ Ադրբեջանի սադրիչների վրա, ովքեր փորձում են իրավաբանական մեխանիզմներով թույլ չտալ իմ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»։ Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը հայտարարել էր, որ վաճառում է Ռուսաստանում գտնվող իր ունեցվածքը եւ ընտանիքի անդամների հետ տեղափոխվելու է Լեռնային Ղարաբաղ։
Մի քանի օրից նրանք արդեն հաստատվել էին Ղարաբաղում։ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահներ Բարակ Օբաման եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են կասեցնել օտարերկրյա զինյալների մուտքը եւ ապահովել Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի անվտանգությունը։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։ Օբաման հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Թուրքիայի անվտանգության ապահովման առումով։ Նախագահները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը այս եւ այլ տարածաշրջանային հարցերում, ասված է հաղորդագրության մեջ։ Միացյալ Նահանգների բանակի գեներալ Մարկ Միլին միացել է մյուս բարձրաստիճան զինվորականներին, ովքեր համարում են, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է Վաշինգտոնի համար, փոխանցում է Washington Times-ը։ Ամբողջ աշխարհում Ռուսաստանը միակ երկիրն է միջուկային զենքով եւ միջոցներով, որն ի վիճակի է ոչնչացնել մեր երկիրը, այն սպառնալիք է Ամերիկայի գոյության համար։ Ես չգիտեմ, թե որոնք են այդ երկրի ղեկավարության մտադրությունները, սակայն 2008 թվականին Ռուսաստանի գործողությունները չափազանց ագրեսիվ էին, հայտնել է գեներալը։ Իսկ հանրապետական սենատոր Դեն Սալիվանը քննադատել է Ալյասկայի ռազմաբազայում ամերիկացի զինծառայողների թվի կրճատման որոշումը, Ռուսաստանին մեկ այլ արկտիկական երկրին անվանելով գլխավոր սպառնալիք։ Այդ նախագծերը մաս են կազմում այն զանգվածային կրճատումների, որոնք սպասվում են առաջիկայում 2018 թվականի ավարտին Ամերիկայի Միացյալ Նահանգների զինծառայողների թիվը կդառնա 40,000, նշում է հոդվածագիր Ժակլին Կլիմասը։ Պաշտոնյաների խոսքերով կրճատումները կապված են ֆինանսական խնդիրների հետ։ Գեներալ Միլին նաև հայտարարել է, որ ինքն օրինակ կաջակցեր Ուկրաինա պաշտպանական զենքի մատակարարման ծրագրին։ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի հրամանատար Փոլ Սելվան եւս Ռուսաստանին համարել է գլխավոր սպառնալիքը Միացյալ Նահանգների համար։ Ի դեպ ցուցակի վերջում նա նշել է իսլամական պետության եւ Ալ-Քաիդայից ոգեշնչված այլ խմբավորումների անվանումները, գրում է Washington Times-ը։